սաղ AI մասին են խոսում, AI, սպանիկ ձեր AI-ով։ Կոմպերից առաջ մարդիկ թուղթ ու գրիչով էին գրում, դրանից առաջ քարերի վրա էին գրում կամ կաշիների վրա էին գրում ու այդ հիմա մեր ականջին նախնադարյան է հնչում։ Այո։ 10 տարի երևի շատ եմ ասում, մի 10 տարի հետո այսօրվա մեր այս խոսակցությունը որ կան մարդիկ որ ասում են չէ ես AI չեմ անելու, նույն ձևի է հնչելու։ Այսօր ամենամեծ revenue ունեցող կամպանիաների մի մասը, ասենք 4 ամիս առաջ կամ 2 տարի առաջ է ստեղծվել, այնինչ առաջ պետքա տասնամյակների պատմություն ունենային այդ կամպանիաները։ Մարդիկ գիտակցում են ուր է գնում աշխարհը այսօր, ու մարդիկ հասկանում են, որ ինչքան արագ լինես, այդքան առաջնորդ ես լինելու։ AI-ի ամեն հնարավորությունից լավագույնս օգտվում է այդ ոլորտի մասնագետը։ Ենթադրենք Քեզ պետք է բժշկական ոլորտից հետազոտություն, դու պիտի լինես բժիշկ, որպեսզի ճիշտ դատես իրա տված պատասխանը։ Լավագույն վիզուալները գեներացնում են դիզայներները, արտիստները, նկարիչները։ Իրականում իդեալական տարբերակը այն է, որ ոչ թե թիմակիցները կրճատվում են AI-ի գալուց, այլ այդ թիմակիցները սկսում են ուրիշ գործ անել ու արդյունքում ավելի մեծ արժեք է ստեղծվում։ Եթե իրանք կարում են ուրիշ գործ անել։ Հիմա թե կրթություն, թե tech սերվիսներ տալիս ենք, բայց մաքսիմալ քաջալերում ենք, որպեսզի կրթվեն։ Զուգահեռաբար նաև մի քանի կազմակերպություններով, ովքեր AI կրթություն են տրամադրում, աշխատանքներ են իրականացնում հենց նախարարության հետ, որպեսզի հանրակրթություն նաև մտնենք։ Մոտ ապագայում ինձ թվում է դա կիրականանա։ Այսինքն դպրոցներում դասավանդեք AI գրագիտություն։ Այո։ Մեր ոդքասթի հետևորդներին ուզում եմ հրավիրել շատ օգտակար միջոցառման։ iKESBAN-ը կազմակերպում է անվճար վեբինար, որտեղ պարզ ու հասկանալի ձևով ցույց են տալիս ինչպես աշխատել AI-ի հետ, ինչից սկսել ու ինչպես կազմել ճիշտ հարցումներ, որ ստանալ առավել արդյունավետ պատասխաններ։ Բաժանորդագրվեք ալիքին եւ կոմենտների բաժնում գրեք iKESBAN, որ ստանաք վեբինարի հղումը։ Ես ողջունում եմ բոլորիդ iKES podcast-ում, այսօրվա մեր հյուրը Անահիտ Վարդանյանն է, iKESBAN կրթական ծրագրի համակարգողը։ Ես այս վերջի 2 տարին փորձում եմ հետ չմնալ AI տրանսֆորմացիայից, AI հեղափոխությունից կարելի ասել, որ աշխարհում տեղի է ունենում։ Դրա համար փորձում եմ տարբեր կոնտենտ նայել, ինչ-որ բան կարդալ, մարդկանց հետ շփվել, ու ես նկատել եմ հետևյալ բանը, որ ես ինձ մի քիչ ծեր եմ զգում արդեն։ Բացատրեմ ինչու։ Ես ընդհանրապես սաղ կյանք կարելի ասել առաջնագծում եմ եղել, եթե ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել, ես ոնց որ առաջինն եմ փորձել հասկանալ ինչ է բան եւ այլն, բայց այս AI-ի տրանսֆորմացիան այնքան արագ է լինում, որ ես նայում եմ մի սերունդ ավելի ջահել մարդկանց ու տեսնում եմ ինչքան ավելի հեշտ են իրանք այդ փոփոխությունները ոնց որ sense կարում յուրացնեն իրանց մեջ եւ օգտագործել եւ հաջողությունների հասնել այդ AI տրանսֆորմացիայով, որ մի քիչ որ ճիշտ ասեմ, վախենալու է իմ ապագայի համար։ Դրա համար նմանատիպ խոսակցությունները շատ կարևոր եմ համարում, մանավանդ որ դու հենց գտնվում ես այդ առաջնագծում այդ փոփոխությունների, իրականացնում ես փոփոխությունները կազմակերպություններում եւ նաեւ դասավանդում ես այդ փոփոխությունները այն մարդկանց համար, այսպես կոչված AI էնտուզիաստների, որոնք որ նույնպես փորձում են հասկանալ թե ոնց է աշխարհը փոխվում եւ ոնց է մեր կյանքը փոխվելու AI միջոցով։ Ընդհանրապես դու ոնց ես քեզ զգում այս տրանսֆորմացիայի մեջ։ Շատ հետաքրքիր հարց է։ Ի սկզբանե, 22 թվականից ակտիվ օգտագործում ենք AI, բայց երբ որ այս տարվա սկզբից որոշեցինք, որ պետքա iKESBAN-ը արդեն ստեղծենք, սկսենք ակտիվ դասավանդել, սկզբում շտապում էի։ Զգացողությունս էդ էր, երբ որ պարկում ես քնելու, մտածում ես հեսա արթնանալու ես մի հատ էլ մեծ բան փոխված լինի ու ռեալ տենց էր։ Հունվարից շատ ակտիվ, տենց ոնց որ ավելի շատ հենց ես ֆոկուս եղա AI կրթության վրա, մինչև այդ ավելի ոնց որ երկրորդական էի օգտագործում, որովհետև ունեի ուրիշ զբաղվածություններ, կողքից էի օգտագործում։ Բայց հունվարից ինքը դարձավ իմ առաջնահերթությունը ու սկզբում տենց FOMO էր, երբ որ
ուղղակի այնքան արագազարգանում դու չես հասցնում հետևես ինչ եղավ, չես հասցնում տեստավորես ու մտածում ես, բա լավ, եթե ես պիտի կիսվեմ իմ գիտելիքներով, ոնց կարամ ինչ-որ բան բաց թողնեմ, տենց վախ էր ավելի շատ։ Հետո նաև դրա մասին ուսումնասիրեցի։ Նայում էի, թե մնացած AI էնտուզիաստները, AI բլոգերները ինչ են խոսում դրա մասին ու ամենակարևորը հասկացա, որ ճիշտ է ֆոկուս եղած հետևել, բայց չունենալ կախվածություն, չունենալ FOMO ու տենց հիմա նաև իմ շրջապատում, որ նկատում եմ մարդիկ կան, դեռևս այդ փուլում են, միշտ ուղղորդում եմ, որ չի լինելու տենց իդեալական ամեն ինչ իմանալու վիճակ ու մասնավորապես AI դեպքում դասավանդելուց լրիվ նորմալ է, որ դու ասես ես ես չգիտեմ, ես ես դեռ չեմ տեստավորել, որովհետև AI-ը աննորմալ արագ է զարգանում։ Իսկ ո՞նց է դա աշխատում։ Օրինակ այն ինչ որ դուք դասավանդում եք մարտին, ու այն ինչ որ դուք դասավանդում եք հիմա, ինքը ինչքանով է տարբերվում իրարից։ Ահագին փոխվել է։ Սենց ասեմ, ուղղությունները հիմնականում պահպանվել են, օրինակ Gen AI, AI ավտոմատացումներ, vibe coding ու ուղղությունները մնացել են, բայց գործիքների այդ feature-ները փոքր ավելի հնարավորություն է, որ օգտագործում ես կոնկրետ խնդիրների համար, կամ ինչ տիպի prompt ես գրում, ինչ լեզվով ես գրում այդ prompt-ը շատ արագ է զարգանում։ Ի սկզբանե, ասենք նույն Lovable-ով մենք prompt էին գրում, մարդկանց էլ խրախուսում ենք անգլերենով գրեք, հիմա շատ լավ անգլերեն են հասկանում։ Ինչը բլով։ Lovable։ Ինքը vibe coding tool է, իրանով դու կարող ես մարդկային լեզվով հրահանգներ տաս, ինքը app-էր սարքի, website-էր սարքի քո համար։ Բայց լավ սարքում է։ Ահագին լավ, իրա մեջ կարաս feature-ներ դնես, լավ ֆունկցիոնալ կայքեջ դառնա, օրինակ CRM ավելացնես, մարդիկ գրանցվեն, վաճառքներ ունենաս քո բրենդի համար։ Մի խոսքով, ահագին ֆունկցիաներ կարաս դու իրա մեջ դնես, ու սկզբից մարդկանց տենց ուղղորդում էինք, որ կոնկրետ prompt տեխնիկաներով, անգլերենով prompt-եր գրեն, իհարկե ասում ենք, որ դուք կարաք AI-ին ասեք prompt-ը գրի, բայց հիմա հայերենով ենք հետանում, որովհետև այս ընթացքում նաև զարգացել է այնքան, որ հայերենով էլ չի զիջում որակները շատ հաճախ։ Կամ նկարների գեներացիան անում էինք, չգիտեմ, ChatGPT Midjourney 2 ամիս առաջ դուրս եկավ նանոբանանան Google-ի, որ ուղղակի շատ հեշտ օգտագործելով մի քանի անգամ լավ որակի նկարներ է ստանում։ Այսինքն, որ կարճ ասեմ, ուղղությունները մեծ մասամբ պահպանվել են, չնայած ընթացքում նաև ագենտներ ավելացրինք, որ ի սկզբանե չունեինք, բայց գործիքակազմը մեր անընդհատ տեստավորումների արդյունքում թարմացնում ենք ու տենց ավելի թարմ կոնտենտ ենք տալիս։ Շատ հետաքրքիր է։ Ընդհանրապես այս փոփոխությունը AI-ի հետ կապված ինքը նաև տնտեսության վրա է ազդելու։ Կա տենց հետազոտություն McKinsey-ից, որ generative AI-ը կարա ամեն տարի աշխարհի էկոնոմիկային ավելացնի 4.4 տրիլիոն դոլար ամեն տարի։ Ու դա 4 մարդիկ պատկերացնեն 4.4 տրիլիոն դոլարը, դա մոտավորապես Վելիկա Բրիտանիայի, Մեծ Բրիտանիայի բան այդ տնտեսությունն է տարեկան, ամբողջությամբ, то есть ամեն անգամ մի հատ Բրիտանիա ավելանալու ամեն տարի։ Դա աննորմալ թիվ է աշխարհի տնտեսության համար։ Ոնց ես դու մտածում, այդ գումարները, որ ստեղծվելու է, ինքը ոնց է բաշխվելու մարդկանց մեջ, այսինքն բնականաբար, եթե generative AI-ն է, AI միջոցով է այդ գումարը ստեղծվում, այսինքն AI ինչ որ տնտեսություն գոյություն ունի, որով հավելյալ է դի ստեղծումը, բայց ում մեջ է դա բաշխվելու, ոնց մարդիկ այդ 4.4 տրիլիոն դոլարին հավելյալ, որով ֆռալու է դոստուպ ստանան։ Okay, ոնց որ sense փողերը տվել ես, ինձ հիմա պետք է բաշխեմ։ Բաժանի։ Այդպես տպավոր է։ Եկեք շահավուրդ։ Նախ այս հարցը կուզեմ երկու տեսանկյունից նայենք այս հարցին։ Առաջին հերթին ովքեր են գեներացնելու այդ գումարը, որ ազգերում է ծնվելու, որտեղ է կուտակվելու։ Այդ տեսանկյունից շատ կուզեմ առաջատար լինի Հայաստանը։ Ու ռեալ ես տեսնում եմ, որ AI հնարավորություններ մեծ տնտեսական փոփոխություն կարան բերեն ու կոդերը տարածաշրջանում, կոդերը աշխարհում փոխվելու է շատ կարճ ժամանակում։ Եթե օրինակ ինտերնետը 30 տարում է մեծ ազդեցության հասել կամ 30 տարվա ընթացքում սկսել է մեծ ազդեցություն ունենալ, AI-ը ընդամենը նույն Gen AI-ը ընդամենը 2-3 տարում մի քանի X-ը արել այդ փոփոխությունները ու գնալով այդ աճի տեմպը մեծանում է, այդ ուզում եմ գիտակցենք, sense մի պահ կանգնենք այդ փաստի վրա, գիտակցենք ու հասկանանք, թե մեր նման
պետությունները ինչ մեծ հնարավորություն ունեն ու այդ քո ասած 4.4 տրիլիոնի մի զգալի մաս կուզեմ մեր մոտ ծնվի ու շրջանառվի այս AI օգտագործող, AI-ով պրոդուկտ ստեղծող մակարդակում, որ այսօր մեզանից յուրաքանչյուրը չունենալով խորը տեխնիկական գիտելիքներ, ուղղակի ունենալով գաղափար, նպատակ ու կենտրոնացվածություն, երբ որ դու որոշում ես մի բան անես, ամբողջ կյանքդ դնում ես դրա մեջ, դու կարող ես ուղղակի այս AI հնարավորություններից օգտվելով անսահման մեծ բաներ ստեղծես, մեծ խնդիրներ լուծող պրոդուկտներ օրինակ ստեղծես ու ծախես այսօր աշխարհին։ Ու դրա համար արդեն պետք է շատ ավելի քիչ ռեսուրս, համ մարդկային, համ գումարային եւ այլն եւ այլն։ Լրիվ։ Այսինքն այստեղ առաջանում է նոր ինչ-որ մոտեցում, որ շատ ավելի կարևոր է մարդու որակը, թե ինքը ինչ կարա ստեղծի, ինչ նախաձեռնություն կարա ստեղծի, ռեսուրսները ոնց որ կկարողանա արդեն AI միջոցով ներգրավի։ Իհարկե մենք երևի թե հələ չենք հասել այն կետին, որ իրան ընդհանրապես բացի AI-ից ոչ մի բան պետք չլինի, չգիտեմ, կարող է դու համաձայն չլինես այդ։ Համաձայն եմ։ Բայց մենք գնում ենք այդ ճանապարհով, այսինքն հասնելու ենք ինչ-որ կետին նրան, որ մարդը AI-ի հետ երկուսով կկարողանան անեն ամեն ինչ, ինչ որ անում են, ասենք 1000 հոգանոց կազմակերպությունը հիմա։ Դա նշանակում է, որ Հայաստանը, որտեղ որ ապրում է մոտավորապես 3 միլիոն մարդ, ինքը կարա ոչ մի բանով չզիջի ցանկացած երկրի, որտեղ ապրում է 100 միլիոն մարդ, բայց AI գրագետ չի։ Օրինակ։ Դրա մասին ենք մենք խոսում։ Լավ համեմատություններ, հիմա սրա վրա մի փոքր փաստ ավելացնեմ, որ ես հաճախ սիրում եմ ասեմ, որ AI-ների հետ մենք մի քանի հոգի ենք դառնում ու ենթադրենք, ասենց Անահիտը դարձել է 7x Անահիտ, այդ ուղիղ ազդում է 3 միլիոն հայաստանյան բնակչության վրա, ուստի համաձայն եմ լրիվ, որ առհասարակ ստեղծած արժեքը կախված չի լինելու բնակչության թվից, այդ տենց շատ հետաքրքիր ստատիստիկա է, ու Այսօր ինձ թվում է ամենամեծ արժեքը ստեղծվում է AI ու մարդ համագործակցությունից, չեմ կարծում, թե AI-ը կարա ինչ-որ մեծ խնդիրներ վերցնի լուծի, առհասարակ խնդիրները մենք ենք ձևակերպում ու մենք ենք AI-ներին աշխատացնում, որպեսզի այդ խնդիրների լուծումը ստանանք։ Դե էս բայ դրությամբ։ Հա, չնայած էդ է ուզում ասեմ, մի հատ հակադրվող միտք էլ ասեմ, այս նախորդ ասացից, այս վերջերս մի հատ ստատիստիկա ենք նայում կրթական թիմով, ուրեմն չեմ հիշում, որ երկրում բժիշկների վրա ուսումնասիրություն էին արել, որ 3 տիպի ախտորոշում էին տվել մարդկանց, մեկը որ ամբողջությամբ բժիշկներ տվել, մյուսը բժիշկը AI օգտագործելով, երրորդ տարբերակը AI-ն էր տվել այդ դիագնոզը, ու ճշգրտության մակարդակով երրորդ տեղում AI չօգտագործող բժիշկներ, երկրորդ տեղում բժիշկը AI օգտագործող, իսկ առաջին տեղում հենց AI-ը։ Այսինքն շատ հաճախ, նույնիսկ երբ որ մարդը ակտիվ AI է օգտագործում, ինչ-որ պահեր, ինչ-որ իրավիճակներում էլի իր այն նախորդ գիտելիքները որոշակի սահմանափակում են ու արդյունավետությունը կամ պատասխանի ճշգրտությունը իջնում է դրանից։ Այդ իմ համար շատ հետաքրքիր էր, որովհետև ունեի համոզմունք, որ դեռևս AI այդքան խելացի չի, որ մարդու գործոնը դուրս մղի, բայց փաստացի տենց кейսեր կան, իհարկե կարծում եմ այդ ոլորտներից է կախված, թե դու ինչ խնդիր ես լուծում, բայց կոնկրետ բժշկության ու ախտորոշման ոլորտում արդեն իսկ տենց ստատիստիկա կա, ուստի ապագայում էլ կարան լինեն ոլորտներ ու գործեր, որ AI-ը մենակով ավելի լավ կանի, բայց մեկը մարդն է որոշելու ինչ անի AI-ը։ Շատ հետաքրքիր է, որ դու հիշեցիր այդ հետազոտության մասին, ես դրա համար ստեղման էի գալի մի հատ էլ իմ կողմից հետազոտություն, ապա որ ես տեսել եմ, ու ինքը AI-ի հալյուցինացիաների մասին է, որ կար մի հատ տենց Ստենֆորդի հետազոտություն, որ իրանք արել են իրավաբանական AI սերվիսների վրա, որ հիմա տենց բավականին արագ տեմպերով զարգանում են, մանավանդ ԱՄՆ-ում, կոնկրետ Lexis AI կա ու Westlaw AI ինչ-որ, որի վրա որ այդ սաղ արվել է, այդ ամենախոշոր տենց իրավաբանական AI սերվիսներն են, որոնք որ սաղ իրանց մարքեթինգում ասում են, որ իրանք առանց հալյուցինացիաների AI-ներ են, ու այդ հետազոտությունը ցույց է տվել, որ AI-ները
17-ից 33% դեպքերում տալիս են հալյուցինացիաներով պատասխաններ, որ բավականին բարձր թիվ է իմ կարծիքով, որովհետև ստացվում է 33-ից 17-ի 17-ից 33%, կախված ինչ հարց են տալիս, ինքը կարա ինչ-որ լինք տա պրեցեդենտի, օրինակ ամերիկական սաղ սիստեման ինքը պրեցեդենտների վրա է, որ այդ պրեցեդենտը գոյություն չունի, բայց իրանց սաղ կողմերից փորձել են սահմանափակեն, որ ինքը դա չանի, բայց մեկը այդ AI-ը ի վերջո գեներատիվ է, գեներացնում է լինքերը, մեկը ինքը գեներացնում է այդ հալյուցինացիաները, հիմա ու դա իրավաբանական սֆերայում Նաև կա գոյություն ունի առողջապահական սֆերան, որտեղ այստեղ սա բերում է ինչի։ Սա բերում է նրան, որ բան են անում, այն իրավաբաններին, որոնք որ օգտվում են AI-ով, այդ AI tool-երով, հետո իրանք գնում են այդ պրեցեդենտներով դատարան, պրեցեդենտի մասին են պատմում, որ գոյություն չունի, հետո իրանք զարթնում են, որ դուց այս պրեզիդենտը բարձվում է բան ինչ-որ ձևերով, որ դա AI-ն է իրանք ասել ու ստացվում է, որ իրանց ինչ-որ դիսցիպլինար պատժում են կամ չգիտեմ, գործից հանում են եւ այլն, մեկին կարան դատի տան, որովհետեւ ինքը ինչ-որ кейս է պարտվել մուլտիմիլիոնանոց, հա, որ ինչ-որ կազմակերպություն տուժել է։ Պատասխանատուն մեկը ոնց որ ստացվում է մարդն է, բայց AI-ն է այդ հալյուցինացիան իր համար ստեղծվել։ Ու 60% իրավաբանները արդեն օգտվում են AI-ով ու քանի գնալու է թիվը բնականաբար մեծանալու է այդ սերվիսները որ AI-ն իրավաբանական ոնց որ այդ լուծումները տալիս են իրանք շատանալու են, բայց հալյուցինացիաները պակասելու են, թե չէ, որտեղ հետազոտությունները չեն ցույց տալի, որ ինչ որ ձև կա, որ մարդիկ գտել են ձևը, ոնց AI-ը հալյուցինացիա չհորինի։ Տես, ուրեմն ի սկզբանեն շատ խնդալի է, բայց 22 թվական նկատի ունեմ։ Ի սկզբանե 1000 տարի առաջ։ Այդ որ ասում ենք առաջ նկատի ունենք 3, որովհետև եմ սկզբում ասացի շատ արագ է զարգանում, դասերի ժամանակ մեր հումորներից է դարձել, ասում ենք առաջ սենց էր ու նկատի ունենք նախորդ դասը նույն թեմայով։ 22 թվականին հալյուցինացիաները միջինում 30%-ի շուրջ էին պտտվում։ Միջին ստատիստիկան իրա վերաբերյալ այդքան էր։ Հիմա կոնկրետ մոդելներ կան, որոնց հալյուցինացիաները մինչև 0.5-ից 0.7%-ի է հասել։ Շատ է նվազում, այդ կախված է իրանց intelligence-ից, ինչքանով են այս մոդելները ավելի խելացի։ Ստեղ մի հատ ռիսկ կա, որ ինչքան խելացի են մոդելները, այդքան խելացի նաև խաբում են ու դու չես հասկանում, որ այստեղ հալյուցինացիա կար, դրա համար միշտ պետքա անգլերենով double check են ասում, երկակի ստուգում անես այն ինֆորմացիան, որ նույնիսկ թեթև կասկածեցիր։ Մենք դասերի ժամանակ էլ շատ ուժեղ շեշտադրում ենք դնում դրա վրա, որովհետև երբ որ դու հասկանում ես, որ AI-ը գեներատիվ մոդել է, ինքը սկսում է ամեն անգամ նոր բովանդակություն ստեղծել, ուղղակի գիտես, որ կարա այս ինֆորմացիան իրական չլինի։ Պետք չի փակ աչքերով հավատալ, հալածյուղի տեղ ընդունել են, ինչ որ AI-ը տալիս է քեզ, ու երբ որ մարդը սկսում է արդեն հասկանալ այս գործիքի աշխատելու բնույթը, ինքը սկսում է կրիտիկական նայել։ Այդ critical thinking-ն է միանում ու դու Բայց եթե դու անընդհատ իրանից ստանում ես, եթե դու ստանում ես օրինակ 30 տեքստ ես ստանում։ 30 էջի մեջ դու ունես, չգիտեմ, 500 հատ փաստ։ Հիմա այդ 500 հատը եթե դու պետք է double check անես, այն իմաստը այդ AI-ով հետի գեներացնել, եթե դու կարայր ինքդ գնայր այդ 500 հատ փաստը հավաքիր, ու այդ արդեն կլներ քո double check արած վիճակը։ Իրականում, եթե ժամանակային համեմատենք, նախ AI-ը, եթե 30 էջանոց, ասենք ասած report է տալիս քեզ, ինքը այնտեղ մի 200 աղբյուր մտել է արդեն։ Okay։ Եթե դու մտնես այդ առնվազն մի ամիս։ Պլյուս դու այդ ուսումնասիրելու ժամանակ ձեռքիդ տակ ունենում ես այն աղբյուրները, որոնցից վերցրած ինֆորմացիան ինքը բերել դրել է այստեղ, ուստի double check անելուց չես գնում, ինչ-որ շատ խորանում ժամանակ ծախսում, որպեսզի այդ աղբյուրները գտնես, միանգամից կարաս այդտեղով գնաս ու double check անես։ Նու օրինակ notebook LM-ում, երբ որ դու ես այդ աղբյուրները տալիս, ինքը անմիջապես ասում է, որ միտքը, որ աղբյուրի, որ հատվածից է վերցրել։ Բայց ինքը չի լինում, որ հորինում։ Ինքը ասում է, այս կոնկրետ տեքստը notebook վերցրել, LM-ի ես բացում եմ, հա։ չկա այդտեղ այդ բանը, որ դու ասել ես ինձ։ Կոնկրետ notebook LM-ի դեպքում չեմ հանդիպել Okay։ տենց кейսի, բայց իհարկե կարա, օրինակ deep research-ների դեպքում կամ web որոնումով իր պատասխանի դեպքում շատ հաճախ կարա լինի։ Ուստի ինչը կասկածեցիր, մի հատ գնում ստուգում ես։ Այստեղ մի հատ շատ կարևոր բան կա, որ առհասարակ AI-ի ամեն հնարավորությունից լավագույնս օգտվում է այդ ոլորտի մասնագետը։ Ենթադրենք,
քեզ պետք է բժշկական ոլորտից հետազոտություն, դու պիտի լինես բժիշկ, որպեսզի ճիշտ դատես իրա տված պատասխանը։ Կամ պարզագույն օրինակ, լավագույն վիզուալները գեներացնում են դիզայներները, արտիստները, նկարիչները։ Երբ որ դու քո մասնագիտական տեսանկյունից ես մոտենում AI-ին ու արդեն գիտես որտեղ կարա սխալվի, համացանցում ենթադրենք ինչքան ապատեղեկատվություն կա կոնկրետ այս թեմայով, դու գնում խորանում ես ու արդեն քո աչքը բռնում է իր հալյուցինացիան։ Երբ որ ասում էի իրանց խելացի դառնալու հետ մեկտեղ դժվար է լինում բռնել թե որտեղ խաբեց, հենց ես նկատի ունեմ։ Ենթադրենք ես իրան տամ լեզվաբանական հարց ինքը հալյուցինացնի, ես այդ կբռնեմ միանգամից, բայց որ իրավունքի վերաբերյալ հարց տամ, քանի որ ես չունեմ այդ ինֆորմացիան, AI-ի խաբելու հավանականությունը ինձ տենց արագ մեծանում է։ Բայց մեկը այդ ռիսկը նվազում է աղբյուրներն ուսումնասիրելով կամ օրինակ մի քանի AI-ների 10 պատասխանը, ասենք Gemini պատասխանը տվեց 10 ChatGPT-ին, Claude-ին ասես մի հատ criticize արա կամ տեստեղ կա ինչ-որ ինֆորմացիա, որ քո աղբյուրներին հակասում է, ասա օրինակ ինչն է սխալ կամ ինչն է աչքից sense ոչ միանշանակ թվում, մի հատ այդ իրար հետ քննարկենք կամ գնամ ես դրանք ուսումնասիրեմ։ Այսինքն շատ դեպքերում փոփոխությունը հետևյալն է, որ պրոֆեսիոնալիզմը գնահատվում է նրանով, թե մարդը ոնց կարա հենց ինքը գնահատի արդյունքը, որ AI-ը իրան տվել է։ Այսինքն եթե ինքը ունակ է գնահատել այդ արդյունքը, կրիտիկա անել արդյունքը, հասկանալ սխալերը, տեսականորեն հասկանա ինքը լավն է թե վատն է, հա, այդ արդյունքը, սիրուն է թե գեյշա, չգիտեմ, որակով է թե անորակ է եւ այլն, դրա մեջ է պրոֆեսիոնալիզմը, որ արդյունքը հասկանաս։ Պրոֆեսիոնալիզմ էլ չի ասի, մարդկայնություն կասեի։ Ոնց որ AI-ը կարա լիքը տեքստեր գրի, լիքը մարդիկ կարան manual տեքստեր գրեն, որ ուղղակի են գրում, չեն խորանում կոնտենտի մեջ, ու երբ որ ասում եք խնդիր ձևակերպել ու վերջում արդյունքը գնահատել, հենց էսա մարդկային է։ AI-ը քեզ տվեց արդյունք կամ չգիտեմ, քո ընկերը ինչ-որ տեքստ գրեց, հետազոտություն արեց, բերեց տվեց քեզ, ի վերջո դու պիտի դրա մեջ խորանաս, հասկանաս ինչքանով էր ճիշտ։ Ու շատ հաճախ այդ կապված չի AI-ի հետ։ Ասենք Google-ում էլ մենք ինչ-որ search-եր ենք արել, պատասխաններ ա բերել, որտեղ լիքը fake ինֆորմացիա կար։ Լիքը fake սայթեր կան, դու պիտի հասկանաս, այս fake է, այսինքն ու AI-ն էլ նաև սնված է այդ ինֆորմացիայից ինչ-որ չափով, եթե ինքը շատ լավ ֆիլտրինգ չի անցել, հասել է իրան, ոնց որ train ա եղել այդ data-ով, ինքը կարա fake info ունենա ու այդ fake info-ի հիման վրա պատասխան տա։ Դե ինտերնետն էլ սա fake info է, էլի, այդպես մեծ մասով։ Ոստի այն ռիսկը, որ դու կարայիր խաբվեիր մինչև AI օգտագործելը ու AI-ի հետ, համարյա հավասար են։ Եթե իհարկե ես չունեմ ինչ-որ ներքին ռադար ֆեյքերի ու չեմ կարող գնահատեմ, որ օրինակ այս սայթը ու այս սայթը այս մեկը ունի ինքը հավաստի է, ես դեպի AI-ի հետ որ շփվում եմ, ես իրան ասում եմ, մենակ հավաստի աղբյուրներից բեր, որ մի հատ էլ օրինակներ եմ դնում, օրինակ թե ինչ կարա հավաստի համարվի, իսկ ինչ կարա հավաստի չհամարվի։ Ու մեկը ինքը իհարկե գնում է ոչ հավաստի աղբյուրներից էլ ինֆո բերում։ Դու կարաս իրան ասես այդ հավաստի աղբյուրների անունները կամ տաս լինկեր, մի հատ էլ տակից negative prompt գրես, ասես, այսինչ վեբսայթերը չմտնես։ Հա։ Այսինքն դե դի չես կարող, արդեն սաղ վեբսայթները պետք է իմանաս, որ պետք է չմտնի։ Կարաս օրինակի համար մի 3 բան տաս։ Ես ավելի շատ սպասում եմ ինքը ինձ տա, ես դե այդտեղ կրիտիկա անեմ, ասեմ այստեղից դու սխալ արեցիր, որ տվեցիր, որտեղից է անկապ սայթ է օրինակ, ու տենց ինքը կարա լինի, ես պահիր հիշողությանդ մեջ, որ սա անկապ սայթ է։ Հա, մոտավորապես տենց էլ կարա լինի։ Հա, բարդ բան է իհարկե։ Ես էս վերջերս ահագին հետազոտություններ եմ կարդում ու բավականին շատ բերում եմ տենց OECD-ի հետազոտություններից թվեր, ուրեմն կա տենց հետազոտություն, որը ցույց է տալի, որ AI-ը կարա ավելացնի 1% մարդու արդյունաբերությանը ամեն տարի, որ հենց կակրաս այդ տրիլիոնները, որ մինչև այդ քննարկեցինք, այդից է գալիս էլի, որ արդյունավետությունը մարդու բարձրանում է, ու որ եթե մենք սաղ աշխարհի վրա ինքնամ, դա շատ անհատի արդյունավետությունը հա, անհատի արդյունավետությունը։ Քանի անգամ է աճացնում։ 1%-ով ամեն տարի։ 1%-ով գլոբալնի, սաղ ամբողջ մարդկությանը, հասկացա։ Այնտեղ ուղղակի ինչ-որ մարդկանց եւի 20+% անում, ինչ-որ մարդկանց կարող է։ Ուրեմն, եթե տենց է, ու եթե ինքը տենց կավելացնի, խի մենք այդ չենք տեսնում օֆիսներում։
Այսինքն տեսնում ենք մենք այդ օֆիսներում, թե չենք, ոնց որ օֆիսներում բավականին հանգիստ իրավիճակ է, իհարկե շատ խոսում են AI-ի մասին, այնտեղ Silicon Valley-ում են вообще արդեն խելագարվել AI-ի վրա այդ բաները, ալիքները մեզ էլ է հասնում եւ այլն եւ այլն, բայց ոնց որ թե ես վերջերս ինչ օֆիս էլ ես գնացել եմ, բավականին տենց ինչով որ զբաղվում էին, սենց ասեմ։ Դրանով էլ շարունակում են զբաղվել համարյա նույն ձևի, հին ձևերով տենց process-ները կազմակերպված, եթե ինչ-որ մեկին հաջողվել է ինչ-որ մի հատ AI process մտցնել իր այդ ամեն ինչի մեջ, այդտեղ էլ է հարց, ինքը ինչքանով է կարողացել իր հենց եկամուտի վրա ազդի այդ փոփոխությունը, որ ինքը արել է, թե ինքը ուղղակի տենց ձևական արել է, որ սաղին պատմի, որ ինքը AI փոփոխություն է արել, որտեղ դա էլ է հիմա տրենդ, որ մենք AI-ով ենք աշխատում։ Keyword է դա։ Հա, այս ուզում եմ ասեմ, եթե տենց արդյունավետությունը պետք է աճի, եթե այսքան խոսակցություն կա AI-ի մասին, օֆիսներում լրիվ sense ոնց որ անցած դարի վիճակ է։ Հիմա որտեղ է, խի է տենց։ Ինչքան հասկանում եմ, դու անընդհատ գնում ես այդ փոփոխությունները օֆիսներում անում ես։ Դու տեսնում ես այն օֆիսները, որոնք որ ուզում են։ Այն կազմակերպությունները, որոնք որ ուզում են այդ փոփոխությունը անեն։ Ու նաև երևի դուք շատ շփվում եք ուրիշ կազմակերպությունների հետ, որոնք որ չեն ուզեցել այդ փոփոխությունը անեն կամ մտածել են, որ իրանց դա պետք չի։ Որտեղ է այդ gap-ը, ինչի այդ փոփոխությունը չի իրականացվում ավելի արագ տեմպերով։ Առհասարակ այդ sense երկկողմանի հարց է, սկզբից մենք մտածում էինք, որ օրինակ ծրագրավորողները լինելով շատ թեքսավի մարդիկ, ովքեր տեխնոլոգիաների հետ շատ քիփ են, իրանք կարան լիքը բաներ հեշտ սովորեն, մտածում էինք vibe coding-ը ամենատարածվածը կլինի։ Այդ է նա, երբ որ ծրագրավորողը ուղղակի AI-ին ասում է, որ գիտես ինչ, ես ինչ feature-ն եմ ուզում, դավայ սարքի, AI-ը ընտարի համար կոդը գրում է, դու ուղղակի խմբագրում ես, եթե ինչ-որ բան դուրը չի գալիս, կամ AI-ն ես ասում ինքն է խմբագրում, ու մի քանի անգամ նվազեցնում է ծրագրավորողի ժամանակը նույն գործը անելու վրա։ Տենց գրեթե համոզված, մենք թիմով տենց գրեթե համոզված, որ շատ ակտիվ օգտագործում են ծրագրավորողները, տենց նույնիսկ մտածում ենք vibe coding-ի կուրսը, vibe coding-ն էլ երկու ձևով ենք մտածում, մի հատ ծրագրավորողների, մի հատ ոչ ծրագրավորողների համար, ասում ենք ոչ ծրագրավորողների համար, եկեք մի քիչ ավելի ուշ սկսենք, որովհետև մտածում ենք, որ իրանք ինքնուրույն անում են։ Թեթև հետազոտություն անելով, մեր շրջապատի ամենաառաջատար կազմակերպությունների հետ խոսելով, ուղղակի հասկացանք, որ չէ, վախենում են, չեն օգտագործում, շատ հետաքրքիր ու մի քիչ էլ տենց վտանգավոր սիտուացիա է, հիմնականում այդ ֆիքսված մտածողությունից է գալիս, մտածում եմ, որ AI-ը գալու է իրանց փոխարինի ու իրանք պետքա կազմակերպության համար դա լավ է, որ կազմակերպության, եթե ինչ-որ հիերարխիայով կազմակերպությունը տնօրենը կամ հիմնադիրը մտածում է, որ լավ է, իսկ աշխատողը շարունակում է տենց համապարփակ ինչ-որ սենյակում փակված ինքը իր գործը անի, այդ վախերով, որ չէ, սա աննորմալ զարգանում է, բայ ես ինչ եմ անելու, սենց ինչ-որ վիճակներ են։ Բայց այն մարդիկ, ովքեր ռեալ մեծ պատկերներ են տեսնում, ենթադրենք գիտեն, ես այսքան փող դրեցի, այսքան առնվազն պիտի հետ գա, կամ ես ուզում եմ իմ իմպակտի համար ավելի արագ աճ ունենամ, ավելի փոքր բյուջեով ավելի մեծ արդյունքներ ունենամ, իրանք ռեալ տեսնում են այդ հնարավորությունը ու սկսում են երկու հիմնական ձևով այդ process-ը առաջ տանել։ Առհասարակ, երբ որ մարդը ուզում է իր բիզնեսը աճի, ուզում է revenue շատացնի, դրա համար ասենք կարելի է ինչ-որ AI ագենտներ ստեղծել, ովքեր լիքը կրկնվող առաջադրանքներ կանեն, օրինակ կրկնվող առաջադրանքի position-ը չեն ունենա։ Ենթադրենք ինչ-որ մարդիկ, որ support-ի վրա են, նամակների են պատասխանում, այդ կարա AI անի ու այդ թիմակցին գումար չտաս կամ իրականում իդեալական տարբերակը այն է, որ ոչ թե թիմակիցները կրճատվում են AI-ի գալուց, այլ այդ թիմակիցները սկսում են ուրիշ գործ անել ու արդյունքում ավելի մեծ արժեք է ստեղծվում։ Եթե իրանք կարում են ուրիշ գործ անել։ Այդ էլ մտքի ճկունության հարց է, ադապտացիայի հարց է։ Իրականում մենք հենց այս iKesBan կուրսերով փորձում ենք այդ շատ տարածենք, որ նախորդիվ, եթե նախորդ դարում 22 թվականից առաջ դու ունեիր ինչ-որ մասնագիտական գիտելիքները, պիտի դրանով ինչ-որ գումար աշխատեիր, չէ, այսօր AI-ներ օգտագործելով դու կարաս անես բաներ, որ առաջ ասում ես դրա մասնագետը չեմ։
բայց ունես այսօր այդ գործիքները քո ձեռքի տակ, ուստի կարաս մենակով մի քանի հոգու արժեք ստեղծես, ու այդ շատ-շատ լավ է։ Հիմա վերադառնալով քո բուն հարցին, կազմակերպություններում ինչ վիճակ ա տիրում, ինչ որ քայլերի հաջորդականությամբ հասնում ենք նրան, որ մարդիկ գիտակցում են ուր ա գնում աշխարհը այսօր, ու մարդիկ հասկանում են, որ ինչքան արագ լինես, այդքան առաջնորդ ես լինելու։ Հիմա ռեալ շատ արագության դար է, ու օրեցօր է սցենարներ փոխվում։ Այսօր ամենամեծ revenue ունեցող կամպանիաների մի մասը, ասենք 4 ամիս առաջ կամ 2 տարի առաջ է ստեղծվել, այնինչ առաջ պետքա տասնամյակների պատմություն ունենային այդ կամպանիաները։ Ու երբ որ այդ գիտակցությանը գալիս են մարդիկ, արդեն սկսում են թիմերին կրթել։ Հիմա մենք շատ տարբեր կամպանիաների հետ աշխատում ենք այդ General AI Literacy-ից սկսելով, ընդհանուր AI գրագիտությունից սկսելով, թե Ինչ է դա ներառում ընդհանրապես։ Առաջին հերթին հենց մտածողությունը, քանի որ մեր տեսած ամենամեծ ռիսկը էդ էր, սկզբում հենց AI First Mindset-ի մոդուլ ունենք, որտեղ պատմում ենք այսօրվա աշխարհի զարգացման թրենդերը, հասկանում ենք, թե ինչի AI-ը պետք, ինչի պետք չի իրենց վախենալ, այսինքն sense բոլորս գալիս ենք մի գծի վրա, պատրաստ, որ հիմա պիտի մյուս դասից սկսենք արդեն real AI սովորել։ Հասկացանք, որ AI պետք է։ Այդտեղ համաձայնվեցինք, որ պետք է, հետո սկսում ենք հիմնական ուղղությունների մեջ խորանալ։ Օրինակ գեներատիվ AI-ը, որ այսօր կարում է 1000 ու մի տիպի բովանդակություն ստեղծի, այդ բովանդակության ուղղություններից ենք սկսում, vibe coding ենք անում, մարդիկ, որ ամբողջ կյանքում ինչ-որ վեբսայթ չեն սարքել, sense AI-ին չեն էլ գրում, պատմում են, թե իրանց ինչ տիպի վեբսայթ է պետք, ինչի համար, ընդհանրապես րոպեների ընթացքում այդ վեբսայթը երբ որ ստեղծվում է, այն մարդը, որ ասում էր ինձ պետք չի, արդեն սենց մի հատ ճտում է։ Բալավ, այս որ ես արեցի, կարամ էլի ինչ-որ հետաքրքիր բաներ անեմ։ Այս այդ սայթերը ինքը կարող առանց ծրագրավորման առաջ էլ ստեղծել, շաբլոնների տեսքով։ Որակապես սարեր ձորերի տարբերությունն է, պլյուս շաբլոնի մեջ դու եթե ֆունկցիոնալ ուզեիր դնել, մեկը ծրագրավորող պիտի վարձեիր։ Իսկ ստեղ դու այն ասում ես, ես ուզում եմ այսինչ ֆունկցիոնալ է լինի։ Մարդը սեղ մի էս կոճակին գնա այսինչ վեբսայթ կամ ուզում եմ դրամային վճարային համակարգ բերեմ ներդնեմ իր մեջ, ուզում եմ ես user-ը գրանցվի իմ CRM-ում, 1000 ու մի հնարավորություն կարամ։ Ու ձեր աշակերտները կարող են տենց սայթեր ստեղծեն։ Կարողանում են տենց սայթեր ստեղծեն։ Հաջորդ դասին մեկ էլ գալիս են, AI ավտոմատացում ենք սովորում, որ չէին էլ մտածել, որ տենց հնարավորություն կա, սենց քայլ առ քայլ աշխատարաններով ինչ որ ավտոմատացում երբ որ սարքում են, մեկ էլ, չգիտեմ, Telegram-ով մի հատ հարց են գրում, AI գնում հետազոտում ռելևանտ արդյունքներ ա գտնում, իր ուզած լեզվով, իր ուզած ֆորմատով, իր ուզած վիզուալների հետ բերում տալիս է իրան, մի հատ էլ follow-up հարց է տալիս, գնում էլի ինչ որ բան ա բերում, ու մարդը ռեալ իր հեռախոսի մեջ այդ տեսավ, արդեն ինքը ոչ թե տենց գիտի, որ AI իրան պետք է, այլ մաշկի վրա է զգում, որ մի րոպե, ես էս չէի կարա անել, բայց ես հենց նոր արեցի։ Այսինքն մենք փորձում ենք հենց այդ գործնական կիրառությունների արդյունքում վերենք այդ mindset-ին, որ ժողովուրդ աշխարհը փոխվել է, պետք չի վախենալ, պետք չի կողքից նայել, այսօր մենք դրա մեջ ենք, հիմա մտեք ձեր հեռախոսով այսինչ վեբսայթ, այս քայլերը, որ մենք ձեզ ասում ենք, եկեք իրար հետ անենք ու կտեսնեք 2 ժամ հետո ինչ ենք ունենալու։ Կա էլի հետազոտություն, որ 75% այդ որտեղ որ կարա AI կիրառվի ավելի էֆեկտիվ բիզնեսի մեջ հենց դա կլիենտներն են, մարքեթինգ ու սեյլզն է ու R&D-ն։ Հիմա ձեր էդի McKinsey-ի հետազոտությունից էր աշխարհի ոնց որ տենց մակարդակով ձեր մոտ ընդհանրապես որ գնում եք բիզնեսների մոտ ու այդ բիզնեսների հետ եք աշխատում Ինչ եք իրենց սովորացնում, որ ուղղությունն է ավելի պահանջված իրանց կողմից, որ իրանք ուզում են AI տրանսֆորմացիայի ենթարկեն, ավտոմատիզացնեն եւ այլն։ Առհասարակ այքեսբանով երկու հիմնական ուղղություն ունենք, որ առաջարկում ենք բիզնեսներին։ Առաջին հերթին ու ամենակարևորը այդ AI կրթությունն է։ Երկրորդը AI ավտոմատացումներ։ Իսկ սկզբանե մենակ կրթությունն ենք առաջարկում, բայց շատ կամպանիաներ ռեալ ասում են, որ այս պահին, եթե դուք մեր այս flow-ն կամ մենք ենք discover անում, որ flow-ն ակտիվ ավտոմատացնել,
ոնց որ իրանք նկատում են, որ մի քանի անգամ ավելի էֆեկտիվ կդառնան ու Այստեղ նաև մի հատ լավ բարձաբանենք ինչի մասին է խոսքը գրում, որտեվ տարբեր բառեր հնչեցին։ Մարդկանց համար անսովոր կազմակերպությունները պետք է հասկանան ընդհանրապես ինչ է իրանք կարան ավտոմատիզացնեն առաջի հերթին, նրան որ ավտոմատիզացնեն, որտեվ շատ կազմակերպություններ, այն թվում մի քանի հատ կազմակերպություն ես ունեմ, որ տենց աշխատում, լիքը ուրիշ մարդիկ էլ կունենան, որ այդ process-ները, որ կազմակերպության մեջ կա, շատ դժվար է հասկանալ, որոնք են ավտոմատիզացնում, որը դու ավելի լավ կարողանաս, որը որ չես կարողանա ավելի լավ չմտնես, ռեսուրսները, որ դու կարաս ավելի արդյունավետ օգտագործես։ Այսինքն առաջինը ոնց որ ախտորոշումն է, вообще բիզնեսի հետ ինչա տեղի ունենում։ Այդ process-ը նաև discovery են ասում, ուզում բացահայտում ես բիզնեսի process-ները եւ հասկանում ես ինչ ավտոմատիզացնել, ոնց է այդ տեղի ունենում այքես բանի դեպքում։ Այսինքն հասանք նրան, որ դա էլ է պետք անել։ Մինչև այդ ուղղակի կրթություն։ Մինչև այդ մենակ կրթություններ, բայց հասանք դրան, որ այդ էլ է պետք, ու դե մենք ունենք թե կրթական թիմ, թե tech team, որոնք զբաղվում են հիմնականում ավտոմատացումներով, ագենտներով, vibe coding-ով, ու սովորաբար, երբ որ կամպանիայի կարիքները այս պահին ավելի շատ հենց process-ները փոխելն է, ուզում են օրինակ մեր թիմից որևէ մեկը այդ process-ների վրա աշխատի, նախ անում ենք այդ բացահայտման հանդիպումները կամ զանգերը, մեր tech team-ը ծանոթանում է իրանց process-ներին, հասկանում ենք որոնք են իրանց մոտ են կրկնվող ժամանակատար ձեռքի աշխատանք պահանջող ուղղությունները ու գործառույթները, որ հիմա թիմակիցներն են նստած անում, կամ որոնք են այն ուղղությունները, որ եթե հիմա AI ավտոմատացում անես կամ AI ներդնես իր մեջ, ավտոմատացումը մի ուղղությունն է, չեմ ուզում սահմանափակենք, եթե իր մեջ AI ներդնես, օրինակ քո եկամուտը քանի անգամ կավելանա։ Բացահայտելով այդ process-ները, արդեն tech team-ը առաջարկություններով է։ Նախորդ պարզ չի, չէ՞։ Նախորդ պարզ չի, քանի անգամ կավելանա, չի ավելանա, դա հիպոթեզներ են հիմնականում, բայց երբ որ մտագրող ես անում այդ թիմի հետ, օրինակ տվյալ գործը անող թիմակցի հետ ես խոսում կամ ծանոթանում ես նախորդիվ, եթե այս գործը արել է, ինչքան revenue է բերել, արդեն դրա հիման վրա դու պատկերացնում ես, եթե այս գործը 7x անեմ, ապա revenue-ն էլ ես, քանի կավելանա։ Այդ process-ները բացահայտելուց հետո, discovery կոչված անելուց հետո, արդեն առաջարկում ենք մենք կամպանիաներին, թե որոնցից արժի սկսել, ինչի վրա արժի կենտրոնանալ ու այդպես արդեն մտագրողներով, իրար այդ քննարկումներով գալիս ենք այդ առաջնահերթության ցանկին ու ասում ենք ոնց որ առաջինը լավ կլինի, այս անենք, հետո էս, Եթե մենք ենք անում, շատ հաճախ խորհուրդ ենք տալիս, եկեք ձեր թիմից օրինակ մի հոգու ուղարկեք, մեր մոտ AI ավտոմատացումների ու ագենտների պրոկուրսը թող անցնի, ու գա արդեն ինքնուրույն այս մարդու, ասենց ասած full time զբաղվածությունը լինի ավտոմատացումները անել, AI ներդնել ձեր կամպանիայում։ Այսինքն մեր հիմնական ֆոկուսը այն է, որ մենք ուզում ենք մարդկանց գործիք տանք, մարդկանց զինենք, եկեք կրթվեք, որ դուք անեք։ Այո։ Համել մեր առաքելության մեջ միանշանակ ու հետո մեր առաքելությունը ի վերջո զորացնելն է, կրթելն է, մենք մաքսիմալ փորձում ենք թեկուզ խորհուրդ ենք տալիս ինչ որ թիմակից գտեք նոր մարդ այս position-ով, այս պաշտոնով, ով որ մենք պատրաստ ենք կրթել, մենք պատրաստ ենք ամեն ձև ուղղորդել, որպեսզի իրանք այդ փոփոխությունները բերեն։ Բայց արդեն կարիքներից ստիպված եք կոնսալտինգով զբաղված, էլի։ Իրականում տենց ստացվեց, բայց ստիպված էլ չեմ ուզում ասեմ, որովհետև ինչը սկսում ենք անել, գալիս ենք այդ որոշմանը, որ պիտի անենք։ Ավելի երկրորդային, բայց մեր ուղղություններից մեկն է, էլի մեր համայնքի կարիքներից բխելով, հիմա թե կրթություն, թե tech սերվիսներ տալիս ենք, բայց մաքսիմալ քաջալերում ենք, որպեսզի կրթվեն։ Իրականում մարդկանց այդ էնտուզիազմը, որ այդքան էլ մեծ չի, որ ուզում են այդ փոփոխությունները անել, ինքը նաև կապված է նրա հետ, որ շատ կազմակերպություններ փորձում են AI ներդնել, բայց զախողում են այդ ճանապարհին։ Ու կա մի հատ էլ research, MIT, ես research-ների վրա եմ։ Հայքի մեջ AI research հնարավորություններ են ներդրված։ Այո,
Կա տենց research, որ ցույց է տալի, որ 95% էդի ամերը բոլոր պիլոտային բաները, որ դու ուզում ես ներդնես, չի ոչ թե fail ալնում, չի ազդում քո profit and losses բանի վրա, report-ի վրա։ То есть ոչ մի բան դու չես կարող track անես, թե ինքը քեզ ավելի շատ փող բերեց, թե չբերեց։ Երևի tracking-ը լավ չի աշխատում։ Խոսքը գնում է նրա մասին, խոսքը գնում է պիլոտային ծրագրերի մասին, այդ ուզում եմ հատուկ շեշտեմ, այսինքն դա առաջի փորձն է ինչ որ փոփոխություն իրականացնելու կոնկրետ բիզնես process-ի մեջ, բայց ամեն դեպքում ոնց որ ինքը ցուցանիշ է, որ շատ մարդիկ fail են անում ու չեն ուզում շարունակեն, այսինքն իրանք ոնց որ ինչ որ բան փորձեցին, հետո իրանք հարցրեցին, բա դուք փորձեցիք այդ հետազոտություն անողները։ Իրանք ասին, մենք փորձեցինք, բայց մեր վրա ոչ մի ձև չազդեց։ Հիմա որ սրան չհասնի, այսինքն որ մարդիկ չհիասթափվեն, որ իրանք չկարողացան այդ փոփոխություն անեն։ Առաջի բանը, որ ուզում եմ հասկանամ, այդ փոփոխություն չանողները, իրանք ոնց որ վերջնակետը որտեղ է առնելու։ Իրանք չեն անում փոփոխություն ու հետո ինչ, իրանք չեն կարողանալու մրցակցեն, թե կարողանալու են մրցակցեն, բայց կարողանա ավելի քիչ փող աշխատեն, հələ որ թվերը ոնց որ իրանք դեմ չեն, էլի ոնց որ ասում։ Իրականում 2 թե 3 սցենար կա։ Առաջին հերթին լավ տարբերակում մրցակցային չեն լինելու։ Այսինքն ուղղակի պարտվելու են մարդկանց, ովքեր օգտագործում են AI։ Երկրորդ հերթին ուղղակի չեն լինելու։ Այսինքն եթե դու որոշում ես, որ քո կամպանիան պիտի AI չօգտագործի, դու կարաս որոշես, որ իմ կամպանիան այս տիպի AI է օգտագործում, ենթադրենք անվտանգությունից ելնելով, ինչ որ ֆակտորներից ելնելով, կարաս ասես, ես այս կարգի AI եմ օգտագործում, բայց որ ասես ես AI չեմ օգտագործում, այդ սուպեր տարօրինակ բան է, հիմա չի հնչում տենց մեր ականջին, բայց 10 տարի հետո մարդիկ զարմանալու են այս մոնստրվա խոսակցության վրա։ Ինչի համար ինձ պետք է հիմա AI, սաղ AI մասին են խոսում, AI, սպանեք ձեր AI-ով։ Կոմպերից առաջ մարդիկ թուղթ ու գրիչով էին գրում, դրանից առաջ քարերի վրա էին գրում կամ կաշիների վրա էին գրում, ու այդ հիմա մեր ականջին նախնադարյան է հնչում։ Այո։ 10 տարի երևի շատ եմ ասում, մի 10 տարի հետո այսօրվա մեր այս խոսակցությունը, որ կան մարդիկ, որ ասում են, չէ, ես AI չեմ անելու, նույն ձևի է հնչելու։ Իմ կարծիքով, ուստի չկա ընտրել կամ չընտրելու հնարավորություն։ Դու նույնիսկ եթե ասում ես, չէ, ես AI չեմ օգտագործելու, դու չես ազդում AI զարգացման վրա, եթե չունես այդ ազդեցությունը, նույնիսկ եթե դեմ ես AI-ին, կարծում ես, որ չէ, պետք է մենք մեր նախորդի ապրած կյանքը ապրենք, եթե դու չունես ուղիղ ազդեցություն, մի ասա քո կարծիքը, մի բարձրաձայնի ուղղակի ադապտացվի այս փոփոխություններին, որովհետև հակառակ դեպքում դու չես լինելու։ Քո կամպանիան չի լինելու, դու չես ունենալու քո դերը նոր աշխարհում։ Այսօր AI-ը պարտադիր է։ Ինչ որ տեղերում տենց ոտով գլխով ա մտել, ինչ որ տեղերում սենց հələ մի ոտի կեսն ա մցրել, բայց շատ կարճ ժամանակի հարց է այդ։ Իսկ այդ կազմակերպությունները, որ գնում եք Հայաստանում ու իրանց մոտ AI եք ներդնում, այդ ինչ կազմակերպություններ են օրինակ։ Օ, շատ տարբեր ոլորտներից են, շատ։ Ուզում եմ հասկանամ այդ տիպաժը մարդկանց կամ ղեկավարների, որոնք որ հասունացել են ու հասկացել են, որ դա պետք է, դա իրանք ինչ մտածելակերպ ունեն, ինչի համար են դա անում, ինչ են ուզում ստանան դրանից։ Հետաքրքիր հարց է, ինչի համար է, ենթադրում եմ այդ այն ոլորտներն են, որ ամենաշատն են ազդվել AI-ից, ու նաև միջազգային փորձը կա, այսինքն մարդիկ տեսնում են, որ աշխարհում օրինակ իրանց նման կամպանիաները փոխվում են ու դրանից են ոգևորվում։ Ոլորտներով եթե ասեմ, բանկային ոլորտն է սուպեր ակտիվ, կրթությունը, ինչի համար անսահման ուրախ եմ, տարբեր համալսարաններ, տարբեր նույնիսկ դպրոցներ դիմում են մեզ, որ եկեք։ Ինչ որ կոնկրետ օրինակներ կարանք բերենք։ Թե դա սահմանափակ ինֆոյա։ Չէ, մենք տենց public ենք, օրինակ ֆրանսիական համալսարանի բոլոր 3-րդ, 4-րդ կուրսեցիներին մենք արդեն ընդհանուր AI գրագիտություն դասավանդել ենք այս տարի։
այս ամսվա վերջ դեկտեմբերի ընթացքում սկսելու ենք դասախոսներին կրթել ու աշխատակազմին կրթել, այսինքն կոնկրետ ֆրանսիական համալսարանը ասենց որոշեց, որ այս տարվանից պլյուս մյուս տարի էլ, այսինքն շարունակական բնույթ է այդ նաև գրում, սկսում են շատ ակտիվ AI կրթություն։ Ու ստեղ ուզում եմ մի հատ շատ կարճ բան ավելացնեմ, երեխեքի էնտուզիազմը ու երեխեքի վերաբերմունքը AI-ին։ Առհասարակ մենք ամեն դասից հետո NPS ու feedback survey-ներ ենք անում, մարդիկ գնահատում են կոնկրետ այդ դասը, իրանց կարծիքն են թողնում, նենց ֆանտաստիկ վիճակ էր տիրում, որ երեխեքի մի մասը մենք 3-4 տարի համալսարանում ենք, սենց դաս չենք ունեցել ու չգիտեմ LinkedIn-ում ինչ պոստեր են անում, ավտոմատացումներ են սկսում անում, մի խոսքով տենց առհասարակ երիտասարդներին շատ է կպնում, մանավանդ այդ բաց երիտասարդներին սկսում են ակտիվ օգտագործել։ Հիմա ԵՊՀ-ի հետ պիտի սկսենք կուրսեր դասախոսական կազմի համար ու էլի մյուս համալսարաններն էլ շատ ակտիվ հիմա նաև այլ համալսարանների հետ են հետաքրքիր ուղղություն է, կրթական հենց ոլորտի հետ էլ եք դուք համագործակցում։ Ու այդ ամենաշատն է մեզ ոգևորում, երբ որ դու շատ հաճախ, ասենք գալիս են երեխեքին սովորացնում ենք, մեկ էլ ասում են, բայց իմ ուսուցիչը դպրոցում արգելում է չեն թողնում տնայինները AI-ով անենք եւ այլն, բայց երբ որ զուգահեռ երկու թիրախին էլ խփում ես sense ասած, մի անգամից կրթում ես թե ուսուցիչներ, թե աշակերտներ, էֆեկտը շատ ավելի լավ է լինում։ Ու զուգահեռաբար, բացի բարձրագույն կրթությունից, զուգահեռաբար նաեւ մի քանի կազմակերպություններով, ովքեր AI կրթություն են տրամադրում, աշխատանքներ ենք իրականացնում հենց նախարարության հետ, որպեսզի հանրակրթություն նաև մտնենք։ Մոտ ապագայում ինձ թվում է դա կիրականանա։ Այսինքն դպրոցներում դասավանդեք AI գրագիտություն ստացվում։ Այո, իրականում ուզում ենք բոլոր դպրոցներում այդ լինի, բայց մեծ հավանականությամբ ինչ-որ սեգմենտից կսկսենք։ Իհարկե կան հիմա նման ծրագրեր, օրինակ Fast Foundation-ն էլ սովորացնում է, բայց ոնց որ Այնտեղ machine learning-ի AI ստեղծողների մակարդակում է սովորացնում, բայց քանի որ մենք էլ տենց գտել ենք, որ գտել ենք այն ուղղությունը, որը ամենակարևորն է այս պահին մարդու մինիմալ գիտելիքների բազան լրացնելու համար, AI գործիքների կիրառություն, առհասարակ AI-ի օգտագործման հմտություններ, այդ ոնց որ 10 տարեկան ես, 70 տարեկան ես, անկախ ամեն ինչից քո համար կիրառելի է։ Դրա համար նաև դպրոցներ փոքր տարիքի Իսկ այդ դասավանդման process-ի ժամանակ, օրինակ դուք խոսում եք երիտասարդների հետ, նրա մասին, որ AI կարա իրանց խաբի, որ իրանք լինեն AI, չգիտեմ, ճիշտ բառ եմ ասում, ստեղ թե չէ, որ մի քիչ սկեպտիկ լինեն AI պատասխաններին, հա, AI սկեպտիկ լինեն, ամեն ինչին չվստահեն, հալած յուղի տեղել չընդունեն, ոնց որ ասում են։ Անպայման Առհասարակ այդ մոտեցումը, որ ամեն տեխնոլոգիա, ամեն նորարարություն իր այդ բերում է, ոնց որ ինչքան մեծ են հնարավորությունները, այդքան մեծ են ռիսկերը։ Կիրառելի է ամեն պարագայում, ենթադրենք investment ես անում, ներդրում ես անում, ինչքան ռիսկային ես անում, այդքան մեծ հավանականություն կա, որ մի քանի X հետ կգա։ Նույնը մեծ տեխնոլոգիաներին է վերաբերում ու երբ որ այս անսահման հնարավորությունները քո ձեռքին են, կան նաև ռիսկեր ու այդ ռիսկերը ոնց որ մենք բաշխած ամբողջ կուրսի ընթացքում ենթադրենք հիմա հետազոտություն ես անում, այստեղ ինչ ռիսկեր կան, այստեղ պետքա քո տվյալներից ինչ-որ բաներ փոխանցես, ասում ենք, որ անձնական տվյալներ չենք տալիս, որ AI-ի կեր չդառնան, մի խոսքով, այսինքն այդ անվտանգության կտորը ու ճիշտ օգտագործման հիմունքները բաշխված է բոլոր մոդուլներում, որտեղ ինչ ռիսկեր կան, մենք առաջին հերթին տեղեկացնում ենք, երկրորդ հերթին արդեն գործողություններ, լուծումներ ենք առաջարկում, ոնց է պետք, այսպես ասած, դիլ անել իրանց հետ։ Կստати բիզնեսների համար էլ է, չէ՞, անվտանգության պահը կա, որ ինքը կարա իր օրինակ կոդի մասը սկսի AI ուրիշ տեղ օգտագործել եւ այլն, то есть այդտեղ էլ պետք է մարդիկ ունենան գիտելիքներ, ոնց բիզնեսում AI ճիշտ օգտագործեն, որ իրանց ներքին ինֆորմացիան, որ կարելի ասել բիզնես գաղտնիք է ու կարող է իր product-ի կարևոր մասն է, որ ինքը հիմա կարողանում է փող աշխատի, հասանելի չդառնա ուրիշ բիզնեսներին, թե չկա տես բան։ Կախված քո մոտեցումներից ու առհասարակ անվտանգային ինչ անվտանգային ուղղություն ես վերցրել քո համար, իհարկե սուպեր security պահանջող ուղղություններ կան, նույնիսկ մինչև ազգային անվտանգություն ներառող ուղղություններ կան, որ
իհարկե պետքա հավելյալ ուշադրություն։ Այստեղ երկու հիմնական կետ կարամ ասեմ, որ եթե դու մինչև AI-ն էլ վստահում էիր Apple-ին, վստահում էիր Google-ին, Microsoft-ին, օգտվում էիր իրենց ծառայություններից, բայց այդքան շատ ինֆորմացիա չէիր տալի իրենց, ինչքան հիմա ես տալի։ Այն ժամանակ դու տալիս էիր սահմանափակ ինֆորմացիա, այո, դե բարձ է, դու կարաս տաս քո մասին այսքան ինֆորմացիա, իսկ կարաս սաղ կյանքդ պատմես։ Դե ոնց որ AI-ին դու սաղ կյանքն ես պատմում։ Ինքը արդեն ոնց որ քո կյանքի մեջ է։ Դու ես որոշում ինչքան պատմես։ Դու ես որոշում ինչքան պատմես ու հետո դու ես որոշում ինչքան security պահանջես, օրինակ նույն էս մեծ կամպանիաները, Google կլինի, ChatGPT կլինի, իրանց են ավելի մեծ գումար պահանջող փաթեթներում, enterprise լուծումներում հավելյալ security են քեզ խոստանում։ Ենթադրենք Amazon-ի առանձին սերվերի վրա կպահպանվի քո ինֆորմացիան եւ այլն։ Այսինքն, եթե տենց հատուկ շատ sensitive ինֆորմացիայի չես բախվում, կարաս նմանատիպ լուծումներ օգտագործես կամ իհարկե կան ավելի ապահով լուծումներ, ինչը ավելի մեծ ֆինանս է պահանջում։ Այդ open source կոչվածն է, բաց կոդով մոդելներ կան, որը դու կարաս, ցենց ասած, ունենաս քո մոտ, քաշես ինտերնետից լինի քո մոտ, չունենա հասանելիություն ինտերնետին, ու դու իրան օգտագործես այդ ամբողջ գիտելիքը, որ իրան տվեցի, իրեն բոլոր խոսակցությունները, որ իր հետ տարար, կմնան արդեն քո սերվերներում, այդ դեպքում չգիտեմ, ինչ լինի, որ արտահոսք լինի, էլի, այսինքն AI-ը նաև այդ է խոստանում։ Հիմա կան այդ մոդելներ, չգիտեմ, DeepSeek-ն է, Mistral-ն է, Qwen-ն է, ովքեր պատրաստ են իրանց AI-ը բաց կոդով տալ քեզ, ուստի էդ էլ վատ լուծում չի, այսինքն կախված քո մոտեցումներից security-ի հանդեպ։ Մենք խոսում ենք նրա մասին, թե ինչ կազմակերպություններ եք դուք գնում, որտեղ եք ներդրում AI-ը, կրթական, բանկեր, ասենք ինչ որ էլի կա ոլորտներ կամ կազմակերպություններ, որ յուրատուկ ձևով sense հետաքրքրված են AI-ով, հիմա ուզում են տրանսֆորմացիա անեն եւ այլն։ Այդ երկուսը ամենաշատն են աչքի ընկնում, բայց առհասարակ փոքր ու միջին ձեռնարկություններ շատ, PMZ-ները շատ են ու լավ ուղղություն են, շատ հետաքրքիր ուղղություն են, երբ որ փոքր թիմեր, հենց երևի էֆեկտիվ է շատ իրենց դեպքում է, երբ որ փոքր թիմերն են որոշում AI սովորեն ու տենց մի քանի X դառնան, մինչև անգամ կառավարությունն է հետաքրքրված, մինչև անգամ ինչ-որ ծրագրեր են կանում աշխատակազմերին կրթելու մասով, իրականում AI-ը տենց ուղղահայաց ուղղություն չի, որ առնչվում է ինչ-որ ոլորտների հետ։ Բոլոր ոլորտներն են ինքը քանի որ բախվում է բոլոր ոլորտների հետ, բոլորին է խորհուրդ տրվում ու վաղ թե ուշ արդեն բոլորի կյանք է մտնելու։ Հիմնականում այս նշածս կետեր։ Իսկ ինձ հետաքրքրում է, որ Հայաստանում ավելի շատ ստացվում է սա Երևանից են, չէ՞, որ ձեզ դիմում է, թե մարզերն են ակտիվ այդ առումով։ Նույնիսկ Հայաստան, եթե բիզնեսի տեսանկյունից ասենք, այս պահին ավելի շատ հենց երևանյան գրասենյակների կամ երևանյան հաստատությունների հետ է մեր B2B համագործակցությունները։ Հետո դուք ֆիզիկապես եք իրանց մոտ գնում, չէ՞։ Հա։ Դրա համար մի քիչ մարզեր երևի շատ դժվար կլներ։ Մեր նպատակը ուզում եմ մի հատ հիշենք հիմա իրար հետ, որ ուզում ենք առավելագույնը 5 տարում նվազագույնը 1 միլիոն հայերի դարձնենք AI գրագետ ու ուղղակի ճիշտ չի ու մենք չենք կարող սահմանափակվել, մենք Երևանով դրա համար նաև մարզերի կրթական ծրագրեր ենք սկսում։ Օրինակ, շուտով սկսելու ենք Սյունիքի երիտասարդներին անվճար AI սովորացնելու ծրագիր, ու այստեղ ունենք նպատակ, որպեսզի մեր iKS-բանի կրթական թիմը ընդլայնենք նաև մարզեցի էնտուզիաստ երիտասարդներով, ու որպեսզի մենք օրինակ Սյունիքում ունենանք X թվով էնտուզիաստ երիտասարդներ, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքը տեղում ֆիզիկապես փոխանցեն իրենց համաքաղաքացիներին, համագյուղացիներին, այսինքն ֆիզիկապես այնտեղ տարածեն AI-ը։ Ու նաև այդ պրոյեկտը իրական 2 փուլով է, հիմա շատ դետալների մեջ չմտնեմ, հետաքրքիր բաղները կարող են դեռ դիմել։ Այս շատ մասշտաբային ենք ուզում դարձնենք, ուզում ենք բոլոր մարզերը ներառենք ու այսպես ասած AI դեսպաններ ունենանք ամբողջ Հայաստանով մեկ, որպեսզի իհարկե մենք ֆիզիկապես չենք հասցնի ուղղակի բոլորին կրթել, բայց որպեսզի կարողանանք բոլորին կրթել, նաև ուսուցիչներ ենք ձևավորում։ Իսկ Երևանով սահմանափակվելու հետ կապված առհասարակ կուրսերն էլ 2 տիպի են։
online ու offline, մեր online կուրսերը շատ եմ սիրում այն առումով, որ թե Հայաստանի բոլոր մարզերից ենք մասնակիցներ ունենում, թե Սփյուռքից։ Ամերիկա, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրալիայից էին միացել, մի խոսքով այդ տենց մեծ դռներ է բացում, մեկ էլ տենց հիմնական երեկոյան 7-ին ենք անում մեր դասերը, սենց միանում ենք, ամեն կուրսից առաջ սիրում եմ հարցնել, հիմա գրեք որտեղից եք միացել, սենց կարդում, զգում եմ, որ սենց տարբեր տեղերից հայերով հիմա կպած, չգիտեմ, 300-400 հոգով, հիմա 2 ժամ իրար հետ շփվելու ենք, ու այդ այնքան մեծ էներգիա է տալիս, տենց շատ հավես է, չգիտեմ, նույն է, մենք 20 թվից առաջ էինք պատկերացնում, որ կարանք սենց Zoom-ով միթինգներ անենք, ու այդ այդքան տարածված լինի, դիմես Zoom ունենա, մի հատ link տաս տեղում կպնի, 700 հոգով, մի խոսքով, տենց լիքը դռներ են բացվում։ Այո, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Այդ փոփոխությունները ոչնչացնելու են տարբեր մասնագիտություններ եւ ստեղծելու են նոր մասնագիտություններ վիրտուալ, ասենց ասեմ, որ մենք էլ դաժե չենք պատկերացնում, թե դա ինչ կարա լինի։ Ամեն անգամ որ ստեղ հյուրեր եմ ունենում, խոսում ենք դրա մասին ու տարբեր մարդիկ կան, տարբեր կարծիքներով, կան պեսիմիստներ, կան օպտիմիստներ, թե ոնց է ամեն ինչ տեղի ունենալու, բայց բավականին կոնկրետ կարելի ասել, որ բոլորը այս տրանսֆորմացիոնի պերիոդի ժամանակ պեսիմիստ են, որովհետև տրանսֆորմացիան ինքը միշտ բարդ է տեղի ունենում։ Ընդհանրապես մարդկանց շատ դժվար է ինչ որ ընդունված կարգը փոխել ուրիշ ձևով, ոնց իրանք պետք է ապրեն, ոնց իրանք պետք է մտածեն։ Իսկ այն ինչ որ մեզ պատմում են AI-ի մասին, թե ոնց է այդ ամեն ինչ փոխվելու, հələ որ շատ դժվար է պատկերացնել, թե առօրյայի վրա դա ոնց է ազդելու, աշխատանքի վրա դա ոնց է ազդելու, ոնց ես դու տեսնում կյանքը, հենց աշխատանքային առումով, այսինքն մարդը առաջ գործի էր ընդունվում, կարիերա էր ստեղծում կամ ինչ որ բայց որոշում էր, որ չէ, ես էլ չեմ ուզում ոչ մեկի վրա աշխատեմ, գնում էր ինքն էր աշխատում։ Հիմա ոնց որ sense այսքան որ AI-ի մասին խոսում ենք, հետո AI-ը հիմա այսքան բան է կարում, բայց միշտ ասում են, որ հիմա այսքան բան է կարում, բայց հետո այսքան է կարողանալու, այդ մոտավորապես հիմա մի տոկոսն է որ իր հնարավորություններից։ Իհարկե շատ հույս է տալիս, որ ասում են, որ մարդը AI-ի հետ է այդ ամեն ինչ անելու, մարդուները որ մեջտեղից չեն հանում, բայց միջև վերջ հավատս չի գալի, որ եթե AI-ը այդ ամեն ինչ կարողանա անի, ընդհանրապես տնտեսության մեջ մարդուն ինչ-որ մի բան պետք կլինի ստեղծել, որ հիմա ինքը անում է, ասենք, չգիտեմ, 90% առումով էլի այդ գործերի։ Այդ աշխարհը, որ հիմա գալիս է, դու իրան ոնց ես տեսնում, քո համար ինքը վախենալու չէ այդ փոփոխության տրանսֆորմացիայի պերիոդը, ոնց ես տեսնում, ինչքանով մենք կարանք իրան ավելի մեղմացնենք, ավելի հեշտացնենք մարդկանց համար, երևի ինչով որ մենք հիմա ինչ որ չափով զբաղվում ենք, բայց այլ ավելի լավ անենք մեր գործը ուրեմն։ Ոնց ես մտածում։ Երևի կարճաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքով նախ պետք է գնահատել, որ ուղղությունները կամ որ անելիքներն են լինելու ակտուալ, ու դրա որոշել, ես շարունակում եմ մենակ սրանով զբաղվել, թե ես պետքա իմ հետաքրքրությունների շրջանակը լայնացնեմ ու ինչ որ գործերով սկսեմ զբաղվել, որը ավելի մարդկային է, ավելի շատ է մարդկային դատողություն ու մտածողություն պահանջում։ Այդ բարձրացնելու են հավանականությունը, որ մենք չենք ունենալու մեր, ասենց ասած, հացի փող աշխատելու հնարավորությունը։ Իսկ ու առհասարակ մենք AI-ին ռիսկ ենք տեսնում մտածելով հենց որ մարդիկ սկսելու են գործազուրկ լինել, մարդիկ սկսելու են տանջվել իրանց ապրուստը վաստակելու համար սովորաբար այդ մտավախությունն է, երբ որ ասում են գալի է մեզ փոխարինի։ Ինչ է ինքը անելու։ Ես ավելի շատ ոչ թե մտածում եմ, որ ինքը հացի փող չունենա, իրան հացի փողը կտան երևի։ Ես էլ եմ կարծում որ կտան։ Բայց ավելի շատ մտածում եմ, որ ինքը պարապ մնա ու իրանցից ելնեն միլիարդից ավել մարդ, դա լավ չի վերջանա։ Առհասարակ ես մտածում եմ, որ առնվազն մենք հիմա ծնված որևէ մարդ չի տեսնի ինչ որ ժամանակաշրջան, որ մարդը պարապ կմնա, որովհետև գործ չկա անելու։ Այնքան խնդիր կա, որ պետքա լուծել։
Շատ են։ Ուղղակի մարդկային կյանքը հերիք չի։ Հիմա չգիտեմ, դու քո Բայց կարող է մարդկանց կոմպետենցիաները չհերիքի են գործերին, որ ապագայում կոմպետենցիաների մակարդակներ կարող է բարձրանալ։ Միանշանակ։ Իսկ հիմա էլ արդեն չեն գործիքներ են գալիս քո ձեռքում։ Ոնց որ ես լուծումը տեսնում եմ, իհարկե հիմա մեր առաջ դրած խնդիրները շատ ավելի այլ մակարդակում են, ինչ 50 կամ 100 տարի առաջ։ Okay։ Ու զուգահեռաբար դու նաև այդ գործիքներն ես ձեռք բերում։ Չգիտեմ, առաջ մուրճեր, չագուճեր, չգիտեմ, սղոցեր, այսօր Midjourney-ա, Lovable-ա, Make-ա, N8-ն-ա, այդպես գործիքներ են, AI-ներ են, քո ձեռքին գործիք։ Ուստի ես չեմ կարծում, որ ունենալու ենք ռեսուրսի պակաս, մենք ապրում ենք մարդկանց հետ, հիմա ապրում ենք նաև ռոբոտների հետ ու գնալով շատանալու են այդ ռոբոտները ու այդ բոլոր ռեսուրսները համադրելով մենք կարողանալու ենք շատ ավելի մեծ խնդիրներ լուծել։ Ու ես չեմ կարծում, որ այդ պարապության շրջանը կգա, իրականում մարդը պարապ չի էլ մնա, առնվազն այն առումով, որ ստեղծագործելու ունակություն ու հակում ունի մարդը, կնկարի, կերքի, էդ էլ է իրականում մարդու պոտենցիալ։ Ու ես հավատում եմ, որ ամեն մեկը ունի այդ իր creative-ը, ունի իր այս բառը հայերեն passion-ը, ինքը ինչ որ բան անելուց sense վառվում է։ Ու երբ որ այդ մարդիկ այդ վառվելու գործը անելուց օրինակ գումար չեն աշխատում, այսօր ստիպված գնում ինչ որ գործեր են անում, որ ռոբոտը պիտի աներ, բայց իրանք անում են, որովհետև չունեն մինիմալ պայմաններ։ Այսինքն, եթե այդ պայմանները ստեղծվեցին ու AI վերցրեց manual գործերը, ծանր գործերը ու մարդու վրա մնաց այդ մտածելը, մարդավարի գործ անելը ու ինչ որ չափով էլ իրան հաճելի բաները անելը, այդ դեպքում մարդիկ ավելի բարի են լինելու, մարդիկ ավելի իրացված են իրանց զգալու, անելու են այն, ինչ իրանց ոգևորում է, արվեստով են զբաղվելու, գիտությամբ են զբաղվելու։ Ես ավելի շատ տենց եմ պատկերացնում ու ռեալ, հիմա որ թեկուզ այսօր ես իմ շրջապատում նայում եմ, մարդիկ շատ են անում գործեր, որ պետք չէր իրանք անեին։ Իմ տարիքի երիտասարդներ կասայում անում են կասիրի գործ ու օրը 24 ժամ, այսպես ինչ որ բան վերցնում, տեղափոխում են, տեղափոխում են։ Այդ մարդը ինչ պիտի անի։ Այդ մարդը նախ պիտի մտածի իրան ինչն է վառում sense ներսից։ Թե թեկուզ իրան ոչ մի չի վառում այլ։ Չեմ կարծում։ Բայց ես չեմ կարծում, որ այդպես case կա։ Կասկածելի բան է։ Ոչ բոլոր մարդիկ կարան ունենան այդ ներքին զգացողությունը, որ դու ունես։ Դու պիտի այդ մարդուն բերես այն մակարդակի, որ ինքը կզգա։ Իսկ եթե չկարողանաս։ Այդ ու այդպես մարդկանց քանակը ինչքան շատ է։ Այդ ասում լավ օրից չի եկել։ Բայց իրանք հիմա եթե մենք չենք կարողացել արդեն իրանց բերենք այդ մակարդակի, որի մասին որ դու խոսում ես։ Այս մի հատ վտանգավոր հարց տվեցի։ Որ 10 տարի հետո իրանց էլ ծիմբոլ է, չես կարող, ու իրանց քանակը 10 անգամ ավելի շատ է։ Ես տենց իմ իրականում ամենամեծ մտավախությունը հենց AI հետ կապված այն է, որ այս պահին կան ինչ որ մարդիկ, երևի կոնկրետ տարիքային շրջանակ կա, որ մտավախություն ունեն, որ այս պիրուդում չադապտացվող մարդիկ շատ կտուժեն ու իրանց դեպքում արդեն բացական կլինի շատ։ Կկոտրվեն, կմնան այդ ծանրության տակ, ովքեր որ չեն այն բավարար ճկունությունը չունեն մտքի, որպեսզի ադապտացվեն։ Ես երևի մի 2-3 սերնդի մասով ունեմ այդ մտավախությունը ու այդ երևի պատմության մեջ կլինի ծայրահեղ բաց շրջաններից մեկը մեծ հասարակությունների համար։ Բայց հիմա ծնվող երեխեքի մասով ես ուղղակի կասկած չունեմ, որ եթե իրանց ծնողները իրար չսահմանափակեն, չկոտրեն իրանց թևերը, թողնեն երեխեքին ազատ, շատ փոքր տարիքից երեխան հասկանալու էր ինչա պետք ինքը ինչով է սիրում զբաղվել ու հիմնական մտավախությունս հենց այս պահին իմ հետ ապրող մարդկանց, ինձնից ինչ-որ տարիքով մեծ մարդկանց կամ ավելի թեկուզ տատիկ պապիկների մասով է ու իրանց վրա հատուկ պետք է աշխատել։ Ես մոտավորապես որ քո տարիքին է, չնայած չգիտեմ դեռ քո տարիքը որն է, բայց շատ բավականին ջայլ է երևում։ 23 նիմբոլ է։ Ես որ 23 էլ այդ կոչապ չէ էլ մտածում։ Սենց ասեմ, որ ավելի ջայլ է։
Ես մտածում եի, որ հեսա ինչ որ սերունդ կփոխվի, ու ասենց մեր շուրջ կյանքը կփոխվի, որովհետև սերունդն է փոխվում։ Հետո անցավ ժամանակ, ու ես հասկացա, որ դա իմ մասին չէր, որ իմ շուրջ որ մեր սերունդը կտեսնի այդ սերնդափոխությունը։ Իրականում այն մարդիկ, որոնք որ մեր շուրջ ապրում են, իրանք շարունակելու են ապրեն 20 տարի, 30 տարի, ու դա սաղ մեր կյանքն է։ Դա ոնց որ մեր կյանքի main մասն է։ Մենք ապրում ենք այս մարդկանց հետ, որոնք որ մեզ շրջապատում են։ Ուրիշ մարդիկ այդ հաջորդ ծերունդները բան, մենք հա ապագայի համար մտածում ենք, աշխատում ենք, ուզում ենք որ մեր երեխաները ավելի լավ աշխարհում ապրեն, բայց այսօրվա դրությամբ մենք հիմա ապրում ենք այս աշխարհում, որտեղ որ այդ կասիրն է, որ դու ասցիր, այնտեղ են տաքսիստն է, որի գործը էսա Այսօր արդեն չկա ու գնաց այնտեղ հիմա կան ցուցակներ, էլի ամեն ոդկասթի ժամանակ քննարկում ենք, որ կա եկա ցուցակներ, որտեղ որ ամեն օր կարան մի հատ մասնագիտություն ջնջեն։ Ու դրա ալտերնատիվան հələ որ ոնց որ թե բարձ չի, իհարկե դա չի որ դու պետք է այդ հարցը ոնց որ լուծես, բայց ոնց որ դու AI-ի մեջ ես, դու խորացված ես այդտեղ ու ոնց որ այդ տրանսֆորմացիայի մասին կարող ես ինչ որ չափով մտածել ես, ոնց ես մտածում AI աշխարհում իրանց տեղ կա այդ մարդկանց։ Հենց այդ էր իմ մտավախությունը, որ մի քիչ կասկած ունեմ, որ չկա, բայց լուծում կա, եթե մենք ճիշտ, օրինակ հիմա ես ու դու ճիշտ գործ անենք, առաջին հերթին կրթության մեջ եմ տեսնում, ու իրազեկվածության մեջ։ Այսինքն ճիշտ գործ անելը, ես հիմա այդ տաքսիստին պետք է բացատրեմ, որ ինքը պետք է գա AI գրագիտություն, չէ՞։ Մարդը տաքսիստ չի ծնվում։ Այո, ամանավանդ իմ կամ քո հասակի։ Սովորաբար 10 տարի մեքենա վարել չի սովորում, որ մեծանա տաքսիստ դառնա։ Ես տաքսիներից շատ եմ օգտվում, ու սովորաբար երբ որ շփվում եմ մեկ տաքսիստների հետ, ասենք մեկը բժիշկ էր, այն մյուսը մեկը Մինսկում գործեր ուներ դրած, մեկը Ռուսաստանի բիզնեսներն է փակե հետեք։ Մի խոսքով ամեն մեկը տարբերություն ունի այդ հետաքրքրությունը, ու երբ որ դու ասում ես, գիտես, դու այսօր AI-ներով այն քո գործը, որ փող չէիր ստանում, հիմա ստիպված մեքենա ես վարում, տաքսի ես քշում, դու կարաս այս ձևով անես։ Իրականում այդ տենց է։ Ես շատ եմ իմ կյանքում տենց кейսերի հանդիպել, ու շատ հաճախ իրազեկվածությունն է ու նաև ջահելների շրջանում այդ կա, ուզում ասեմ, նենց չի էլի, մեծ են կամ փոքր են կամ ինչ-որ շատ խիստ լիմիտավորված գործերի մեջ են եղել, տենց փոքր են մտածում։ Չէ, այդ հիմա ամենուր է, մենք էլ դրա մեջ ենք, մենք էլ դրա մի մասն ենք, իրականում, չգիտեմ, Silicon Valley-ի համեմատ ես անսահման փոքր եմ մտածում, ես շատ հաճախ լիքը ինտերվյուներ նայելով, լիքը զարգացումների հետևելով, երբ որ տեսնում եմ Այքեզբանի աճի տեմպը ու տեսնում ոնց կուզեի լիներ, օրինակ 6 ամսվա մեջ 5000 հոգի կրթել է, Հայաստանում ասում են ընտիր թիվ է, բայց երբ որ դու ավելի մեծ ես նայում, հասկանում ես աշխարհը այսօր ուրա, դու հասկանում ես, որ sense ինչ որ խաղալիք ես, բզբզում էիր։ Պետք է մեծ գործեր անել, ավելի մեծ իմպակտի համար։ 5000 մարդ Հայաստանի համար փոքր թիվ չի, ինչ խոսք։ Ենթադրենք, չեմ կարծում։ Այսօր ապրում ենք մենք այս մարդկանց հետ, այս մարդկանց մի մասն ենք, որ կարծում ենք, թե ես տաքսի քշելով պիտի փող աշխատեմ։ Ու ես հավատում եմ, որ այս մարդիկ Դե մարդը ուրիշ ալտերնատիվա չի գտել։ Չի գտել, բայց կարա գտնի, ռեալ այսօր կարա գտնի։ Ու պետքա ինքը իմանա դրա մասին առաջին հերթին, երկրորդ հերթին սովորի։ Իսկ հիշեցի քո հարցը։ Երկրորդ լուծումը կրթությունից դուրս, որ ես տեսնում եմ, այն սկզբում 4.4 տրիլիոն էիր ասում։ Այդ 4.4 տրիլիոնի մի մասը որ գալիս է մեր մոտ, արդեն բաշխվում այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Այո։ Դե բարձ է, այդ բաշխում իմ կարծիքով ինչ-որ մի ձև հասնելու է դրան, որտեղ էկոնոմիկան արդեն իսկ աշխատում է այնց ձև, որ ամենահարուստները ստանում են ամենամեծ փողը, այն ներքևները ստանում են դրա բաները, սոցիալի մասը, դաշինը ստանում, այո։ Հա, դե ես դες չեմ պատկերացնում, որ հետագայում AI հնարավորությունների արդյունքում, երբ որ մարդը աշխատելուց չմտածի աշխատավարձի մասին ու այդ գումարը աշխատել ավելի երկրորդային լինի, զբաղվեն մարդիկ իրենց սիրած գործերով։ Հա, մենք իստեն դրամատիչնի։ Ես եւի շատ ռոմանտիկ եմ այսօրվա բանին, ոդկասթին, շատ օպտիմիստ եմ երևի, բայց ես ավելի շատ futurist ասեմ։ Ես մտածում եմ հիմա նաև մենք քաղաքակրթական անցում ենք։ Ոնց կարա լինի մեր լավ ապագան, այսինքն։
Կարա լինի վատ, կարա լինի լավ։ Հիմա կարանք լավը պատկերացնենք, կարանք վատը։ Վատն էլ կարանք պատկերացնենք ու ճիշտ դուրս գանք, լավն էլ կարանք պատկերացնենք ու ճիշտ դուրս գանք։ Որ ասում է 50-50։ Ոչ մեկ չգիտի հիմա ոնց կլինի։ Կարանք նստենք, վատից խոսանք ու մեծ հավանականությունով ասեմ, որ սա AI-ի մասին անգլալեզու վիդեոները, որ ես նայում եմ, ոնց պանիկայի բան է, պանիկա շատ են պանիկա տարածում, բայց որ տենց նայում ես, այդ որ մի քիչ էլ մեդիայից ես հասկանում, ինչի է դա արվում։ Դիտվում է։ Հա, որտեվ շատ լավ դիտվում է, երբ որ դու մարդուն կարաս վախեցնես, որ օրինակ, չգիտեմ, այս 4 գործն է մնալու սաղ գործերի մեջ, օրինակ այդ ինչ որ տենց մի բան։ Կամ հա, տենց շատ վախենալու թեմաներ վեկալել ու դա շոշափել։ Իհարկե, կարա շատ վտանգներ ունի AI-ը, հա, այսինքն ինչի մասին է խոսքը։ Մանավանդ, եթե մենք AGI մասին խոսանք, հետո super intelligence-ի մասին խոսանք, դա вообще պարզ չի, ինչով ամեն ինչ վերջանալու։ Համաձայն եմ, չտպավորվի, թե ես տենց ամեն ինչ մտածում եմ, որ իդեալական է եղել։ ASI-ը ես դեռևս լավ չեմ պատկերացնում, ինչա բերելու իր հետ։ Բայց քանզի մենք չունենք այդ ազդեցությունը ու քանզի նշեցի մենք հայ ենք Հայաստանաբնակ, ուղղակի պետք է այդ ռիսկերի մասին ուղղակի չլսենք, ֆոկուս լինենք մեծ արժեք ստեղծելու վրա։ Հայաստանը իր պատմության ողջ ընթացքում չի ունեցել sense հնարավորություն, որ կարող լսելի լինի։ Եկեք ուղղակի դրա վրա կենտրոնանանք ու շատ հաճախ ես մտածում եմ նաև այդ ռոպագանդայի տակ են, որ կոնկուրենտ են դառնում մարդիկ իրանց։ Եթե այս հնարավորությունը այսօր հավասար է բոլորին, բոլորը կարան քո դեմ մրցեն, օքեյ։ Հանրություն ջան, վախեցեք, հանրություն ջան, մի մտեք դրա մեջ, դուք իմ համար կոնկուրենտ եք։ Կարա դենց բան լինի։ Կարա լինի։ Ապագայի վիժնի հետ կապված ուզում եմ նաև չսահմանափակեմ կրթությամբ։ Առհասարակ iKESBAN-ը ստեղծվեց որպես Ռեարմենիա ակադեմիայի մի կրթական ծրագիր, իսկ Ռեարմենիա ակադեմիան մեր ամբողջ Ռեարմենիա հիմնադրամի ու էկոհամակարգի ընդհանրապես մի ուղղությունն է։ Հենց մենք էլ Ռեարմենիայով Հայաստանի ապագայի համար շատ տարբեր գործողություններ ենք անում, սկսած հենց արդյունավետ համագործակցության հարթակից, երևի մեր համայնքը նաև գիտի 2020 թվականի պատերազմից հետո ստեղծվեց Ռեարմենիան ու մենք հասկացել էինք, որ մարդկանց ոչ էֆեկտիվ համագործակցությունը ու շատ հաճախ նաև համագործակցության պակասը ինչքան ռեսուրս է տանում ու որևէ արդյունք չի բերում ու նույն Ռեարմենիա հարթակը, Rearmenia.com պլատֆորման այդ նպատակը ունի, որպեսզի համախմբի մարդկանց ու նույն խնդրով հետաքրքրված տարբեր մարդիկ կարողանան իրար հետ արդյունավետ համագործակցելով այդ խնդիրները լուծեն։ Այսինքն մենք փորձում ենք բազմակողմանին նայենք այս հարցին ու նաև Ռեարմենիա հիմնադրամը իր տարբեր գործիքակազմերով շատ մեծ ազդեցություն է ունենալու InVision-ի վրա, ոնց արդեն նշեցի, հզոր ազգային պետություն ու մենք փորձում ենք Ռեարմենիայի բոլոր ծրագրերով ու էկոհամակարգի բոլոր ուղղություններով նպաստենք այս վիժնի իրագործմանը։ Շատ ուժեղ է։ Այս դրական նոտայի վրա ես ուզում եմ շնորհակալություն քեզ հայտնեմ, որ այսօր եղար հյուր iKES podcast-ի եւ վերջի հարցը, որ ուզում եմ քեզ տամ։ Իսկ քո կարծիքով, հա, մենք ունենք շատ մեծ հնարավորություններ Հայաստանում, նաեւ մենք շատ ենք քննարկում ստեղ այդ ստուդիայում, որ Հայաստանը քանի որ փոքր երկիր է, ինքը կարա շատ արագ այդ փոփոխությունները իրականացնի ու այն որ ասում ենք 1 միլիոն մարդ 5 տարում թվում է վաու ինչ որ թիվ, բայց եթե տենց լավ գործին կպնել ու տարբեր կազմակերպություններ ոնց որ ցույց խառնել իրար, թվում է թե շատ ռեալ է այդ թվին հասնել։ Քո տեսլականը, քո վիժնը ապագայի մասին Հայաստանում ոնց է ընդհանրապես AI-ը հենց Հայաստանը փոխելու ու ինչ դեր կարա Հայաստանը ունենա աշխարհում, եթե մենք հիմա ֆոկուսը պայենք նրա վրա, որ մենք AI առաջատար երկրներից մեկը լինենք։ Նախ կոնկրետ ակադեմիան մենք ուզում ենք կրթություն արտահանող լինի աշխարհին։ Մենք ռեալ ուզում ենք այնպիսի տեխնիկաներ, այնպիսի մոտեցումներ մշակենք, որ լավագույնս համապատասխանում են այսօրվա մարդու կրթության կրիտերիաներին,
դպրոցում մենք սովորում ենք սահմանված կարգով, անկախ նրանից մի երեխա արագասորում, երեխա դանդաղասորում, մեկը սիրում է լսելով սովորել, մեկը անելով սովորել, մեկը տեսնելով կամ առարկաներ շոշափելով սովորել, ու մենք կարծում ենք, որ AI-ը կոնկրետ հնարավորություն է բերում, մեծ փոփոխություններ է բերում կրթության ոլորտում, ու քանի որ այս պահին մեր կենտրոնացվածությունը հենց Ռեալմի ակադեմիայի վրա է ու կրթական տրանսֆորմացիաների վրա է, մենք ռեալ ուզում ենք կրթություն արտահանող լինենք ու աշխարհին այդ մասով արժեք տանք։ Ու երբ որ դու արժեք ես տալիս, մարդիկ քեզանից կախվածության մեջ են լինում, դու լինում ես լսելի, նաև այդ կտրվածքով ինքը ահա որ օգնելու է, որ հզոր ազգային պետություն ունենանք, ու դեռևս իմ ֆոկուսը իմ անձնային ֆոկուսը դրա վրա է, բայց այդ հզոր ազգային պետության համար իրականում ունենք քայլերի հաջորդականություն, որ գուցե վաղը ես ակադեմիայում չլինեմ, որոշեմ, որ այս պահին պետքա մյուս ուղղությամբ զբաղվեմ, որովհետև ինքը առանց ինձ էլ կարա առաջ գնա, բայց առհասարակ իմ վիժնը Հայաստանի ապագայի մասով այդ հզոր ազգային պետությունն է։ Շատ լավ, ընդհանրապես կրթությունից է ամեն ինչ սկսվում, եթե կրթության հարցը կարողանանք Հայաստանում լուծենք, կարծում եմ մնացած բոլոր հարցերը կարանք համարենք լուծված է։ Շատ շնորհակալություն քեզ հետաքրքիր զրույցի համար Անահիտ ջան, եւ հույսով եմ, որ էսի մեր վերջի զրույցը չէր iCast podcast-ում։ Մերսի քեզ Հայկ ջան։